Բարձես, ես Արման Ղուկասյանն եմ, մենք սկսում ենք նոր նախագիծ, ժողովուրդն է խոսում։ Հասկանանք, թե ինչ են մտածում մարդիկ տարբեր կարևոր հարցերի շուրջ, այսօր կզրուցենք տրանսպորտի թանկացման եւ ոչ միայն տարբեր հասարակական տրամադրությունները հասկանալու համար։ Գնացինք։ Առհասարակ թանկացումներ, գնաճ, տարբեր ապրանքներ թանկանում, գույքահարկը, հանրային տրանսպորտը, մի խոսքով աղբահանությունը։ Դա ոնց է գնահատում, մարդկանց հերիքում է այդ եկամուտը եւ թանկացումները համապատասխանեցնել։ Ես մտածում եմ, որ հերիքելու մասով այնպես չէ, որ սոցիալապես ապահով երկիր է ինքը, բայց եթե չկա այդ ներքին ընդվզումը ժողովրդական, կարա եւ թանկացնեն, ինչն է խանգարում իրենց որ չթանկացնեն։ Ինչի՞ չկա, շատ կարևոր հարց է, հետաքրքիր։ Սա շատ խորքային հարց է, շատ խորքային հարց է, ինքը պատմականորեն մենք հարմարվող ժողովուրդ ենք, դրա համար էլ այդ հսկայական պետությունից մնացել է ոչ մի բան էլ մեծ։ Նախ եւ առաջ պետք է ժողովրդին կրպանին համապատասխանեն։ Ասենք, եթե թանկանում է, պետք է բարձրանա նաեւ աշխատավարձ, թոշակ եւ այլն։ Իսկ համապատասխանում է հիմա ձեր կարծիքով։ Այս բանը եթե անկեղծ ես ասել չեմ աշխատում, առողջական խնդիրներ կա, բայց երբ որ աշխատել եմ, չէ, տենց չէր համապատասխանում։ Հասկացա։ Ստացած ամսական 40,000 մանա, բայց արուշա դուրս է տալի, քան ներս է գալիս։ Եթե եվրոպական ստանդարտներով եք նայում, ըստ այդմ, եթե մենք էլ ապրենք Եվրոպայի նման, թող թանկացնեն։ Բայց կապրենք։ Բայց կապրենք արդյոք, դա էլ հարց է։ Եվրոպային գնում ոնց։ Թռիչքային Եվրոպա, մարդիկ սոված են, աղբարկղներից հաց են հավաքում, ինչ Եվրոպայի մասն է խոսքը։ Ինչ Եվրոպայի մասին է խոսքը։ Թող թանկացնեն, թող կրկնակի թանկացնեն, բայց ըստ այդմ բարձրացնեն ինչ որ աշխատավարձ, թոշակ, կրթաթոշակներ, երեխեքին մի քիչ պահելու հնարավորություն տան։ Հələ մեծերը մի կերպ կգլորվեն կգնան, ոչինչ, մեր ոսկորը պինդ է, բայց երիտասարդությունը մեղք է, տղա ջան։ Ամեն մի թանկացման դեպքում ժողովուրդը ցեն չի անում, դրա համար այդ նշանակում է ժողովուրդը թանկացրել, ժողովուրդը պիտի տիրություն անի։ Պետությունը ժողովրդին է, ոչ թե մենակ Նիկոլին ու մի քանի հոգու է։ Իսկ այս տրանսպորտի թանկացում։ Դու տրանսպորտի տղեկ ջան, այնքան դարձու ցավ կա տրանսպորտի թանկություն էդի, ոնց ասած, ձևականություն է էդի։ Շատ վատ, շատ բացասական, բոլորը դեմ են։ Եկամուտները չի հերիքում, այսինքն աշխատավարձներն ու Բացարձակ չի հերիքում։ Տրանսպորտի թանկացումն է ինչ որ չափ սխալ է, բայց եթե նայում ես մի կողմից էլ ախր պետական բյուջե պիտի հավաքվի։ Դեսանձամբ ինքս թոշակառու եմ, բարձ ամեն մի թանկացումը ազդում է մեր ապրելակերպին։ Եվրոպական միություն մենք կարանք գնանք, որ մեր երկիրը իրոք Ախպերով է տանում, այն Սարգսյանը, Վազգենի ախպերն է տանում Եվրոպա, դրա վրա հույս ենք տնում մենք։ Դավաճան ախպորը, դրա վրա հույս տնենք մենք։ Մենք այսօր ենք հասել, դրանց հույսին ենք մնացել։ Եվրոպա գնացող էս չի գնում։ Այս կառավարությանը մեկնաբանել որևէ կերպ ապաշնոր գործը եւ չարժե, որովհետեւ բախտախնդիր մարդիկ են հայրենիքից, առհասարակ հայրենաճանաչությունից, տնտեսությունից, տնտեսագիտությունից հեռու մարդիկ են։ Այսինքն սրանց մեկնաբանել անշնորհակալ գործ է, ինչ մեկնաբան։ Բայց կարող ենք առհասարակ դառնալ եվրոպական։ Ոչ, ես զուտ աշխարհակաղակական առումով էլ տարածաշրջանային էլ ես չեմ կարծում, որովհետև մեր ամենամեծ շուկան եւ ամենասենց, չգիտեմ, ամեն առումով ընդդուք միջև անվտանգություն թեկուզ հիմա կասկածանքով են նայում, այդ ամենը Ռուսաստանի մասով, բայց ամեն պարագայի Ռուսաստանը կարծում։ Ուզենք թե չուզենք։ Չգիտեմ, դա մենք քանի դար պիտի ապրենք, որ հասնենք Եվրոպային, ինձ թվում է դեռ ոչ։ Հայտարարակների հետ կապված երեք գիտեք նոյեմբերից պետքա բոլորը իրանց եկամուտները հայտարարեն։ Ժողովուրդը կարծես թե դրան դեմ է, բայց կառավարությունը չի չեղարկում։ Դա նորմալ է համարում այդ։ Կառավարության չեղարկել է ժողովրդի ընդամենը այդ լուր անհամաձայնության հետևանքն է։ Այսինքն եթե իրենք կազմակերպված ինչ-որ գործողությունների գնային, միգուցե եւ այդ չլինի։ Դա ամեն պարագայի ժամանակ է։ Կարծում եմ, որ պետք է որ խորքային պատկերացում կազմեն բանն ինչի մասին է, ժողովրդի մասին է խոսքս։ Եվ նրանք գնան ինչ-որ ռադիկալ կարի ասել քայլերի, որտեղ սա խելագարություն է։ Մի խոսքով դուք որևէ լավ բան այս կառավարությունից չեք սպասել։ Երբեք չեմ սպասել, ես սրանք իմ համար ողերիմ թշնամիներ են, եղել եւ կան 7 տարի։ Դեմ կլինեն այն մարդիկ, որոնք կողքից օժանդակ աշխատանք ունեն, բայց նորմալ աշխատող մարդն չի պիտի դեմ եղնի։ Ինչ կա։
թող կհայտարարակելի։ Ինձ թվում է միանշանակ սխալ է հայտարարագրումը։ Դա սխալ է։ Ըստ ինձ, ըստ ձեզ չգիտեմ։ Դե հիմա մարդիկան ասում են հայտարարագրում ենք, Ահա։ դե լավ է, էլի պետքա ցույց տանք, մենք ինչքան ենք ստանալով։ Ինչքան Պետությունը մի 100,000 դրամ էլ ասում է փող կտա վերջում։ Լավ էլի, եկեք սառույցի վրա չկանգնենք ու արևի տակ չխոսենք, որպեսզի չհալվենք, չընկնենք։ Բաներ կա, որ սխալ է, այո, հայտարարագիրը։ Օրինակ ես ինչ որ շատ ասենք վաղուց աշխատել եմ, ինչ որ թեկուզ այս ոսկեղեն վաճառեմ, ինչի պիտի հայտարարագրեմ, էլի, ինչ եմ վաճառել։ Իսկ ընդհանուր ոնց է, օրինակ թոշակառուների համար Հայաստանում թոշակը բավարարում է։ Օրինակ ես իմ թոշակից գոհ եմ, բավարարում եմ, գալիս է 5000-ն էլ տոկոսային առուտուր ես անում, բայց սա 5000-ն եթե թոշակառուն մենակ ինքը լինի, իրեն կբավարարի ծայրին, բայց այդ եվրոպական ստանդարտներին համապատասխան թոշակառուի նման չի ապրի։ Բայց թոշակառուներին պետք է արժանապատիվ կյանք ապահովի, չէ՞ պետությունը։ Թող ապահովեն։ Երբ են կրեմ իրանց ապահովեն, որ մեզ ապահովեն։